Տաթևի վանական համալիրի մասին հետաքրքիր փաստեր։ Տաթև վանական համալիրը և գիտակրթական հզոր կենտրոնը գտնվում է Սյունիքի մարզի Համանուն գյուղում, Բորոտան գետի Աճափնյա եզերքին։ Այն հայոց պատմության մեջ եզակի հանդիպող կառույց է, հարուստ պատմությամբ, ճարտարապետական բազմաթիվ յուրահատուկ լուծումներով։ Տաթև վանական համալիրը եղել է միաժամանակ հոգևոր, մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն։ Համալիրի տարածքում ձևավորված համալսարանը համեմատվել է Գլաձորի համալսարանի հետ, եկեղեցիների և աշխարհիկ կառույցների ճարտարապետությունն անընդմեջ փոփոխվել է և ամբողջացրել բոլոր ժամանակներում վանքի դերն ու գործունեությունը։ Անվան բացատրության հետ կապված կա պահպանված մի ավանդություն, ըստ որի վանական համալիրը կառուցող վարպետը բանվորներից 2 տաշեղ է պահանջում և դրանք համբուրելով ասում «Հոգի Սուրբ Տաթև», դա արտաբերելով նրա ուսերին թևեր են բուսնում և թռչում գնում է անհայտ ուղղությամբ։ Ասում են, որ վարպետի այդ խոսքերից էլ վանքն անվանում են Տաթև։ Տաթևի վանական համալիրը Հայաստանի երբևէ գոյություն ունեցած հզոր հոգևոր կենտրոններից մեկն է եղել։ Միաբանների թիվը կազմել է մինչև 500, իսկ վանական համալիրի կազմում անընդհատ տեղի են ունեցել վերակառուցողական աշխատանքներ Տաթև վանական համալիրը համապատասխանեցնելով յուրաքանչյուր ժամանակաշրջանի հզորության հետ։ Տաթև վանական համալիրը դարեր շարունակ շրջապատված է եղել պարիսպներով, իսկ հարավային և արևելյան հատվածները եզերվել են ձորերով։ Վանական համալիրը տարբեր շրջաններում իր մեջ ներառել է բազմաթիվ վանքապատկան և աշխարհիկ մի շարք կառույցներ։ Վանական համալիրի կազմում են Պողոս-Պետրոս տաճարը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սուրբ Աստվածածին Մատուռ եկեղեցին, Սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը, Գավազան Սյուն հուշարձանը, Մատենադարանը, Սեղանատունը, մի շարք բնակելի տարածքներ և հյուրատներ։ Իսկ Գավազան-Սյան կառուցման վերաբերյալ կան 2 տարեթվեր՝ 895 և 906։ Հնարավոր է, որ այս տարակարծությունը կապված է Պողոս-Պետրոս տաճարի կառուցման ընթացքի հետ։ Գուցե Գավազան-Սյան կառուցումը սկսվել է տաճարի հետ միասին 895 թվական և ավարտվել միայն 906 թվականին։ Անկախ կառուցման տարեթվից Գավազան-Սյունն ունի եզակի, հոգևոր, մշակութային, գիտական, ճարտարապետական և շինարարական արժեք հայոց պատմության մեջ։ Գավազան սյունը խորհրդանշել և նվիրված է եղել Սուրբ Երրորդության գաղափարին։ Այն ճոճվող սյուն է, որն ունի 9 մետր բարձրություն և վանական համալիրում դարերի ընթացքում պահպանված և երբևէ չվերանորոգված կառույցն է։ Ճոճվող մեխանիզմի շնորհիվ սյունն անկախ ամեն ինչից պահում է երկրի մակերևույթի հանդեպ 90 աստիճան անկյունը։ Մասնագետները կարծում են, որ Գավազան-Սյան կառուցումը հետապնդել է 2 նպատակ՝ բնական աղետների, հատկապես երկրաշարժի ժամանակ այն տեղացիներին նախազգուշացրել է աղետի մասին, իսկ մյուս կողմից այն պաշտպանողական նպատակ էր հետապնդում՝ տեղեկացնելով համալիրին մոտեցող զինված հեծյալների մասին, քանզի Գավազան սյունը զգում էր ցանկացած դղրդյուն։ Գավազանի ճոճվող հատկության շնորհիվ այն հաճախ անվանել են նաև «կենդանի գավազան»։